Խաղաղության համաձայնագրի նախագիծը Փաշինյանի սեղանին է և նա պատրաստ է իր ստորագրությունը դնել փաստաթղթի տակ։ Այսպիսով գնդակն Ադրբեջանի դաշտում է, իսկ վերջին օրերի տեղեկատվական գրոհը այլ բան է հուշում։ Ինչի է պատրաստվում այդ երկիրն այս փուլում։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից վստահեցնում են, վիճակն էսկալացնելու խնդիր և նպատակ չկա, Երևանը շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Չնայած Երևանի հերքումներին, փաստերի բացակայությանը, Բաքուն համառորեն փորձում է համոզել, թե հայկական կողմը պատրաստվում է ուժային սցենարի։ Սահմանամերձ հատվածներում էլ հարվածային սպառազինություն է տեղակայում։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Ալիևը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր ստորագրել, վստահ է ռազմական փորձագետը։ Այդ երկիրը ամեն ինչ անում է, որ պայմանագրի ձախողման պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդի։ Խաղաղության պայմանագիրը, որքան էլ որ բարենպաստ դրույթներ այնտեղ ունեն, որքան էլ որ այն բխի Ադրբեջանի շահերից, եթե չկա Զանգեզուրյան Միջանցք տերմինը, եթե չկա ձևակերպումը Միջանցքի, այն չի բխում Ադրբեջանի շահերից։ Դրա համար Ադրբեջանը այս փուլում գնում է այս քայլերին եւ այո, չի բացառվում, որ նաեւ զարգացնելով այս բոլոր գործընթացները, process-ները, Ադրբեջանը նաեւ գնա լոկալ ռազմական բախումների անունը դնի պատժիչ գործողություններ։ Այսպիսով սահմանի որ հատվածում կարող է թշնամին բախումներ հրահրել։ Արդյոք թիրախում հենց Սյունիքն է, ինչպես շեշտադրվում է նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կեղծ հաղորդագրություններում։ Հովհաննիսյանը վստահ է, Սյունիքը շեշտվում է Հայաստանում հանրային տրամադրության վրա ազդելու համար։ Իրականում Բաքուն իր ձեռքերն ավելի երկար կարող է պարզել։ Փորձնել է ցույց տվել 2022 թվականն էլ դրա վառ ապացույցն է, որ ոչ միայն Սյունիքի մարզ, այլ նաև Վայոց ձորի մարզ, այլ նաև Գեղարքունիքի մարզը գտնվում են Ադրբեջանի, այսպես ասած, նշանառության տակ եւ ինքը այդ տարածաշրջաներում եւս կարող է գործողություններ իրականացնել։ Հայաստանի դեմ տեղեկատվական սադրանքին զուգահեռ Ալիևը որոշել է մարդկային ռեսուրսով համալրել իր բանակը։ Մինչև 40 տարեկան տղամարդկանց հրավիրում են ծառայության։ Ռազմական փորձագետի խոսքով Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը մարդկային ռեսուրսի խնդիր չի ունենա, այլ հարց է, թե կգնա արդյոք առճակատման Իրանի հետ։ Այս փուլում, երբ որ կա որոշակի այսպես հերահար խոսակցություն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, ոչ բարենպաստ խոսակցություն պետք է ասեմ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը որոշակի առումով նաեւ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հնարավոր Իրանի դեմ ռազմական բախումների դեպքում օգտվի առիթից, ինչու՞ չէ, եւ նաեւ թե Իրանի եւ թե Հայաստանի դեմ ճակատ բացելու առումով։ Հերահար այս պլանները ստիպում են Բաքվին այս փուլում զինվել ավելի ինտենսիվ, ասում է ռազմական փորձագետը։ Հետևաբար այդ երկիրը ոչ մի կերպ չի համաձայնվելու սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։ Փոխարենը Հայաստանից համառորեն պահանջում է ապառազմականացում։ Ցանկացած պետության իրավունքն է իր զինված ուժերը իր զինված ուժերը մարտունակ դարձնելը եւ իր զինված ուժերում ունենալ այնպիսի զենտեխնիկա, որը որ կպաշտպանի, պաշտպանողական գործառույթ կիրականացնի, քանի որ մենք չգիտենք, թե հաջորդ տասնամյակում ովքեր կարող են պատերազմել Հայաստանի դեմ եւ ընդհանրապես ինչպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել։ Բաքուն ռազմական գործողությունների պատրվակ է փնտրում, վստահ է ռազմական փորձագետը, ուստի ասում է Երևանն իր արձագանքը պետք է կառուցի այնպես, որ հստակ ցույց տա այդ երկրի իրական նպատակը, միևնույն ժամանակ կանաչ լույս չվառի սադրանքների համար։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։